Բարև սիրելիներ, Ղևդացված 14-րդ գլխուն մեջ կսորվենք, որ գա հույս նույնիսկ փորոդության աղետալի հիվանդության համար։ Այս գլուխը գնդկձե փորոդին մաքրության օրը առաջին 3 համարներու մեջ կսորվենք, որ քահանան է, որ պետք է մաքրված հայտարարե փորոդին։ Այդ քահանան նախ պետք է երթա եւ հանդիպի փորոդին, այնտեղ ուր կգտնվի, քանի որ փորոդին արգելված էր մտնել ժողովրդի մեջ։ Ան դուրս տրված էր։ 4-ն 7 համարները կնկարագրեն, թե ինչպես զոհերը կմատուցվեին խորանի այդ զոհասեղանին վրա, ուր փորոդը չէր գրնար մտնել։ Այդպես փորոդը կմաքրվեր։ Նույն է բարական մեզի համար սիրելիներ։ Մենք հերույ էինք Աստծմե, անգե օդար եւ անհույս։ Սակայն Քրիստոս աշխարհ եկավ, ուր կգտնվենք մեր գարիքները լեցնելու համար։ Փորոդության բուժման հաջորդող զիսական մաքրությունը մեզի կարևոր հոգևոր դասեր կսորվեցնե։ Արարողության ժամանակ կկործածվի մի քանի իրեր, որոնց մեջ ամեն մեկը ունի հոգևոր նշանակություն։ Ինչպես Եղևնապայդը, որ կխորհրդանշե Քրիստոսի գադարյալ մարդեղությանը, այդ փայտմն է, որ անապագանելի է, անգզարայեր կորձնական նպատակիմը, որպես վրցինին բռնիչը, որուն կգաբեին զոբան գարմիր թելով։ Գարմիր քույնը հավատքի նշան է։ Այս մեզի կհիշեցնե Ռախապը, որուն բադվիրվեցավ գարմիր լաթը գախել, որպես իր հավատքի աբացույց։ Իսկ զոբան կներկայացնե անհադին հավատքը։ Արարողության մեջ կա հողե ամանմը, որ կխոսի Քրիստոսի մարդեղության մասին, հոսող ջուրը Գենթանի ջուրի պատկերն է, որ կխոսի Աստծո խոսքին եւ Աստծո հոգին մասին։ Հաջորդը զոհապերության համար կործածված երկու թրջունները կարևոր են։ Մեկը կմորթվի Քրիստոսի մահը ներկայացնելու համար, երկրորդը դագավին Գենթանի է, թաթխված է սպանված թրջունին արյան մեջ։ Այս Գենթանի թրջունին նույնացումն է սպանված թրջունին հետ եւ այդպիսով կներկայացնե Քրիստոսի հարությունը։ Ետքը Գենթանի թրջունը ազատ կարձակվի թրջելու հերու։ Քրիստոս հանձնվեցավ մեր հանցանքներուն համար, ետքը հարություն արավ մեր արդարացման համար, մեզ ազատություն տալու հաստատվելով Քրիստոսի մեջ։ Ետքը 8-9 համարները կնկարագրեն զոհապերության արարողությունը, որ կարևոր է փորոդին ժողովրդի մեջ ընդունվելու համար։ Անոր 5 կյանքը վերջացած է։ Ան այլևս փորոդ չէ, եւ անոր համար նոր կյանքը սկսած է։ Անոր հանդերձներուն լվացվիլը կնշանակե մաքրել կյանքի սովորությունները։ Անոր մարմնի բոլոր մազերը ածիլելը արմադական է եւ կնշանակե այն փոփոխությունը, որ դեղի կունենա հավատացյալին կյանքի մեջ, երբ կուքա Քրիստոսի։ 10-րդ համարին մեջ փորոդին զիսական մաքրության դոնագադարությունը չի վերջանար երկու թրջուններու զոհապերությամբ։ Փորոդը հիմա ադակ պետք է ելա նորեն մտնելու դերոջ ժողովրդին մեջ, բայց ժողովրդին մաս գազմելը կնշանակե իր դեղը լեցնել բոլոր իսրայելցիներուն պես։ Եվ այդ կբահանջե, որ ան փերե նույն զոհերը, ինչ որ բոլորը կփերեն խորան։ Մաքրված փորոդը լիովին ընդունելու համար անպետք է փերեր 2 արու քար, 1 էկ քար, յուղով շաղված փարակ ալյուր եւ 1 բաժակ ցիթայուղ։ Եվ այս ընձաները կխոսին Քրիստոսի մասին, որում զոհը ընդունելի եղավ Աստծո։ Ետքը 33-ն 53 համարները կուքա այն դան զիսական մաքրումը, ուր փորոդությունը կգտնվեր։ Այդ տունը պետք էր բարբվեր իր գահույքեն եւ բնակիչներեն։ 7 օրեն քահանան պիտի կար ստուգելու եւ մաքրված հայտարարելու։ Այդ կնմանի, թե ինչպես մենք մեղավորներս գաբրինք հին դանմը մեջ, որ լեցուն է հոգևոր փորոդությամբ։ Մենք դակավին ունենք այս հին բնությունը եւ այս հին մարմինը, բայց օրը մենք պիտի ազատենք այս հին մարմիններեն եւ զայն պիտի փոխանակենք նորին հետ։ Բայց Քրիստոսով մենք ընդունված ենք սիրելիին մեջ։ Այսպիսով, ուր ես դու այսօր սիրելիս։ Արդյոք փորոդ ես, որ դակավին չէ բուժված, թե ոչ փորոդը, որ մաքրված է։